Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են ամեն ինչ անել, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան ու հետաքրքիր դառնա։ Հեռուստադիտողներն այսօր ուղղակի անհամբերությամբ սպասում են հաջորդ սերիային տեսնելու, թե վերջապես Աննան գլխի կընկնի, որ Անգելինան իր դուստրն է։ Սա շատ կարևոր առաջխաղացում է հեռուստասերիալում։ Բոլորը շունչները պահած սպասում են, արդյոք վերջապես Անգելինան ու Աննան կիմանան, որ մայր ու դուստր են, արդյոք ամեն ինչ կփոխվի այս կետից և Հենրին ստիպված կլինի խոստովանել, որ այո, Աննան Անգելինայի մայրն է։ Հենրին պատահաբար բերանից թռցրեց, որ Անգելինան պաշտպանում է իր մորն ու ամեն ինչ խառնվեց իրար։ Արդյոք հենց այս պահն է այն կետը, որ այսուհետ բացահայտվելու են ճշմարտությունները ու Միքայելը ստիպված է լինելու պատասխան տալ իր բոլոր արածների համար։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են այդ պահին, քանի որ Միքայելը շատ վատ է վարվում Աննայի հետ, մշտապես վիրավորում է, կոպտում։ Հեռուստադիտողները ցանկանում են, որպեսզի օր առաջ բացահայտվի այս գաղտնիքն ու Միքայելը կանգնի արդարադատության առաջ, ոչ միայն Աննայի ցասման, այլ նաև արդարադատության, որպեսզի կարողանա պատասխան տալ ու Աննան կարողանա հենց ինքը Միքայելին զրկել երեխաներին տեսնելու հնարավորությունից։ Բայց դեռ իրադարձություններն առջևում են ու Դիանա Գրիգորյանը նշել է, որ հեռուստասերիալն ավարտվելու է դեկտեմբերի վերջին, այսինքն դեռ կան հետաքրքիր զարգացումներ, որոնք սպասվում են առաջիկայում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին ու ձեզ համար կբացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքների մասին։ Չմոռանաք գրել ինչ եք կարծում, այս անգամ Աննան ու Անգելինան կիմանան ճշմարտությունը, թե ոչ։ Յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար, չմոռանաք նաև միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք։ Ողջույն սիրելի ընկերներ, այսօր առավոտը բացվել է նրանով, որ տեսարանում ենք նկարելու, որտեղ Բերբերյանների ընտանիքը մի լավ նորություն է ստանում, նորությունը սկսում է իմ իմացությունից, վերջապես մի լավ բան է լինում Բերբերյանների ընտանիքում։ Գնում ենք այդ տեսանը նկարելու, դրանից հետո քննությանը տրավմատոլոգիա եւ օրթոպեդիա պետք է իջնեմ համալսարան քննությունը տամ, հետո վոլեյբոլի խաղ ունեմ, տենց երևի մի 2 ժամ էլ ընդեղ կեթա, դրանից հետո արդեն նկարանման եմ ամբողջ օրը։ Ձեզ մաղթում եմ լավ օր, որոշեցի կիսվեմ իմ օրով ձերը։ Աշունը եկավ, տերևները թափվեց, այգին դարձավ լրիվ ուրիշ ձև։ Այսօր հետաքրքիր օր է սպասվում, այս հենց սիրուն օր է սպասվում։ Գնում եմ ներկայացում խաղալու, հետո գնում եմ կարևոր գործերով, կարևոր մարդկանց հետ տեղ, հետո գնում եմ լավ աղբերների տնտեսական ստուդիա։ Հենց որ ձեզ լավ անակնկալներ է սպասվում։ Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Ուզում եմ մի քանի հարցի պատասխանել։ Ինչու հարցազրույցներ չեմ տալիս։ Շատ եմ տվել հարցազրույցներ, օգնել եմ առաջին եւ երկրորդ չկա մի հարթակ, որտեղ կկարողանամ խոսքս լիարժեք հասցնել ձեզ։ Ինձ համար չկա այդ հարթակը։ Սա մեկ, երկրորդ։ Ինչու ենք երկարացնում սերիալը, ձգձգում։ Չենք ձգձգում։ Մեր սերիալները հիմնականում բաղկացած են լինում 300-400 մասից։ Հիմա 211-րդն ենք հեռարձակել դեռևս ու մինչև հավանաբար 244-45 ու մենք կավարտենք արդեն եւ դա երկար չէ եւ առհասարակ օջարային օպերայի համար դա երկար չի համարվում։ Օջարային օպերայի համար դա երկար չի համարվում։ Ինչ վերաբերում է նրան, որ ինձ պարբերաբար խորհուրդ եք տալիս, որ ես 20 մասանոց սերիալներ անեմ, ասեմ, որ դրա միտքը ես ունեցել եմ սրանից 20 տարի առաջ եւ այն մարդիկ, ովքեր հիմա ինձ խորհուրդ են տալիս, այդ ժամանակ դեռևս ծնված չեն եղել։ Ես ցանկացել եմ այդպիսի բան անել եւ արել եմ, շատ եմ արել, հեռարձակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց հեռուստատեսության համար շատ ավելի նպատակահարմար է ունենալ երկարատև սերիալ, որովհետեւ դա ապահովում է ժամանց, այդ հիշեք, մտապահեք, դաջեք։ Մենք ձեր ընտանիքի
երեխաների դաստիարակողը չենք։ Խնդրում եմ ձեր երեխաների դաստիարակությունը մեր ուսերից իջեցրեք։ Մենք չենք զբաղվելու ձեր երեխաների դաստիարակությամբ, որովհետև դա ժամանց է։ Ձեր երեխաների դաստիարակությամբ խնդրում եմ դուք Ինչ վերաբերում է նրան, որ մենք միշտ այլասերում ենք երիտասարդությունը եւ այլն, ինչով։ Այն սերը, որը մենք ներկայացնում ենք սերիալում, մեր իրականության մեջ գոյություն չունեցող սեր է։ Հաստատ։ Այն ինչ որ կատարվում է մեր իրականությունում, այն ինչ որ մենք տեսնում ենք եւ իրականում չենք էլ ուզում տեսնել, այն ճոխ հարսանիքները, որոնք որ ավարտվում են բավականին աղմկահարույց ամուսնալուծություններով եւ առհասարակ այս կեղտոտ իրականության մեջ ներկայացնել այդքան մաքրամաքուր սեր, կարծում եմ դրանով միայն պետք է սնվել, այլ ոչ թե ասել, որ մենք որևէ ձև ինչ որ մի վատ բան ենք անում, երբեք։ Իմ նախագծերում չարը միշտ պատժվում է։ Արդյոք իրականությունում այդպես է։ Արդյոք մեր կյանքում այդպես է։ Չգիտեմ։